Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը եւ նրա տեղակալները դեկտեմբերին ստացել են շուրջ 3.5 միլիոն դրամ աշխատավարձ, հավելավճար եւ պարգեւավճար, իսկ կառույցի բաժնի պետերն ու քննիչները ավելի քան 1.7 միլիոն դրամ։ Քննչական կոմիտեի աշխատակազմին դեկտեմբերին եւս տրամադրվել է պարգեւավճար։ Այստեղ էլ կառույցի նախագահը եւ նրա տեղակալները ստացել են շուրջ 4 միլիոն դրամ աշխատավարձ, հավելավճար եւ պարգեւավճար։ Վերջին օրերին տեղեկություն է տարածվում ուժային իրավապահ եւ պետական այլ կառույցներում պարգեւավճարների մասին։ Արդյունավետության գնահատման սանդղակները համենայն դեպս գոյություն չունեն, որևէ գերատեսչության ղեկավարի կառավարության որոշման մակարդակում, օրինակ մտել օրենքի մակարդակում Հայաստանում ընդհանրապես այդպիսի բան գոյություն չունի։ Եթե մենք չենք գնահատում դատախազի արդյունավետությունը, պարեկային ծառայողի արդյունավետությունը, զինծառայողի աշխատանքի արդյունավետությունը, ապա անհասկանալի է դառնում ընդհանրապես ինչու են վճարվել պարգևավճարները։ Պետական կառույցներից խորհրդարանում, օրինակ, падգամավորները դեկտեմբերին 3 միլիոն 25 հազար դրամ աշխատավարձ ու պարգևավճար են ստացել։ Հարկերը հանած։ Այս հատկացումներն արվել են մի քանի փուլով։ Օրինակ, կամ պարգևատրումներ տոների առիթով եւ պարգևատրումներ լավ աշխատանքի համար։ Կոնկրետ ազգային ժողովի դեպքում նոր տարվա Սուրբ Ծնունդի եւ եւս դեկտեմբերի 24-ի պարգևատրումը, որը երևի տնտեսված փողերն են եւ ինչի իման վրա է արվել, այնտեղ չի բացվում։ Շատ ավելի տաք ձմեռների պարագայում կամ մեղմ ամառների պարագայում կոմունալ ծախսերը կարող են լինել պլանավորածից շատ ավելի նվազ։ Նման պարագայում, երբ որ կուտակվում են լրացուցիչ միջոցներ, բյուջե հետ փոխանցելու փոխարեն գնահատելով շուկայական աշխատավարձի ներկա վիճակը տրամադրում են պարգևավճարներ։ Լավ, թե որտեղից գումարը հասկացանք, այսպես թե այնպես պետական բյուջեից։ Մի կողմ թողնենք, թե ինչ կարելի է անել այդ գումարի հետ, այսինքն առաջնահերթությունների ընտրությունը չդիտարկենք, իսկ ինչով է խորհրդարանը աչքի ընկել արդյունավետության տեսանկյունից։ Եթե մենք սահմանում ենք падգամավորի աշխատանքի արդյունավետության սանդղակ, ապա падգամավորը օրենսդիր մարմնում պետք է նվազագույնը օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկած լինի։ Պետք է падգամավորը այլ падգամավորների կամ կառավարության ներկայացրած օրենսդրական նախագծերին եզրակացություն տված լինի, վերլուծած լինի, կարծիք արտահայտած լինի եւ այսպես շարունակ։ Պարգևատրման որոշումներից մեկով կառավարությունը գնահատում է տարբեր պետական կառույցների կատարողականները, այսինքն պարզ ասած գնահատում է պետական տարբեր գերատեսչությունների կատարածը եւ ըստ տարածի էլ պարգևատրում է նրանց։ Այո, այդ մարդիկ լավ են աշխատել, դրա համար ստացել են պարգևավճար, այդ լավ աշխատելու հետևանքով էլ երկրի տնտեսական վիճակը, սոցիալական վիճակը բարելավել է, դրա համար նրանք, այսպես ասած, վաստակել են այդ պարգևավճարը։ Խնդիրը այստեղ երևի այն է, իսկ դրա հետ համաձայն են արդյոք, այսպես ասած, լայն զանգվածները։ Ի վերջո, այս կամ այն կառույցի աշխատանքի որակը պետք է արտացոլվի քաղաքացիների կյանքում, այսինքն տարբեր ոլորտներում մարդիկ պետք է ռեալ զգան դրական տեղաշարժեր։ Եթե մարդիկ կարծում են, որ իրենց կյանքը իսկապես 25 թվականի ընթացքում լավացել է, մեծ մասը այդպես ասեն, ուրեմն այո, ամեն ինչ արդարացվեց։ Եթե ոչ, ուրեմն պետք է այլ պատճառ փնտրել, թե իսկ ինչու այդ դեպքում նրանք ստացան այդ պարգևատրումները։ Երբ հարկատուից պետությունը պահանջում է թափանցիկություն եւ ստվերի բացառում, պետք է նրա վճարած հարկերի ծախսման առնչությամբ էլ թափանցիկ լինի։ Իսկ պարգևավճարների ներկա համակարգը մեղմ ասած այդպես չէ։ Ըստ այդմ մարդկանց մղում է դեպի ստվեր։ Կոշտ ասած, դու ինձ չես ասում որտեղ եւ ինչի համար ես ծախսում իմ փողերը, ես էլ քեզ այլևս փող չեմ տա։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։